Խաղաղություն ձեզ սիրելիներ, այսօր հրաշալի մի օր է հոգևոր մեր գիտակցության համար, մեր հոգևոր ապրումի համար, որովհետև հայ առաքելական մեր մայր եկեղեցին այսօր հիշատակում է Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներին։ Այո սիրելիներ, այն առաքյալներին, ովքեր հիմքը դրեցին Տիրոջ խոսքի ներկայության Հայաստան աշխարհում։ Բարի բուն իմաստով, որովհետև երկուսն էլ միտում ունեին մեզ դարձնել քրիստոնյաներ։ Այո, տարբեր լեզուներ, տարբեր բաներ կարող է խոսեն, ասելով, թե շատ իզուր, որովհետև մենք հայերս ավելի լավ էինք ապրում, քան մինչև քրիստոնեություն եւ այլն եւ այլն։ Այսօր դրա մասին չենք խոսում։ Այսօր մենք որպես քրիստոնյաներ գոհություն պիտի հայտնենք Աստծուն իր երկու առաքյալներին մեզ պարգևելու համար։ Պարգև ինչու եմ ասում, որովհետև չէ որ այդ առաքելությունը մավան առաքելություն էր։ Մինչև քարոզչություն, մինչև դարձ, մինչև ամեն ինչին անդրադառնալը պիտի ուղղակիորեն հասկանանք մավան առաքելություն էր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքելությունն էր այդպես էր։ Մավան առաքելություն էր։ Տերը եկավ, որպեսզի մահանա։ Եվ այդ մավան ճանապարհը իմաստավորվում է մի կետով, սիրելիներ։ Եվ այդ կետը դուք բոլորդ գիտեք, Հովանու ավետարանից, որտեղ ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Ահա այդ իմաստավորությունը սիրո մեջ է, սիրելու մեջ է։ Հասկացաք, այսօրվա նախաճաշը սիրո մասին է։ Եվ ձեզ հայտնի 13-րդ գլուխը առաջին Կորինթացիներից։ Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։ Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներին իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, եւ եթե լիակատար հավատ ունենամ, մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։ Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին եւ մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ օգտվի։ Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում։ Անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս ստացում, միշտ համբերում է։ Այո սիրելիներ, ահա այն սերը, որ ապրեցնում է մեզ։ Իզուր չէ, որ ասում է Աստված սեր է։ Մենք կարող է հազար բան ունենանք, հրաշքներ գործելու անգամ ուժ ունենանք, բայց սերը չունենք։ Այսօր աշխարհը ասում եք, որ առաջ է գնում, պրոգրեսիա կա, որովհետև տեխնիկական զարգացում է, մարդը այլևս ինտելեկտ է ստեղծում արհեստական, որ երբեմն էլ որոշ մարդկանցից ավելի լավ է մտածում։ Արդյոք սա սիրելիներ առաջընթաց է։ Չէ որ այս ամեն ինչի մեջ սերն է, կարծեք թե խեղդվում, մարդկային պարզ զգացումներն են խեղդվում։ Եվ վերջի վերջո մենք մի օր կանգնելու ենք փաստի առջև, եթե սեր չեղավ, սարերն էլ շուռ տա մարդը, տեզերք էլ թրջի մարդը, նոր մոլորակներ էլ հայտնաբերի, միևնույնն է, փրկություն չկա։ Հետեւաբար այսօր մեր նախաճաշը պիտի սիրո մասին լինի, սիրելիներ։ Եվ ես ուզում եմ խնդրեմ Սուրբ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի բարեխոսությունը մեր Հայր Աստծո առջև, որովհետեւ Տերը առատացնի հայ ժողովրդի սերը մեկս մյուսից նկատմամբ, հոգատարությունը մեկս մյուսից նկատմամբ։ Կարողանանք այդ սիրո մեջ գոնե հասկանանք, թե մենք ինչպիսի արժեք ունենք Աստծո առջև, թե չէ որ այդ սիրուց ելնելով էր, որ Աստված իր որդուն մավան տվեց մեզ համար։ Ուրեմն մենք արժեք ունենք Աստծո առջև։ Մենք մեզ չենք գնահատում, բայց Աստված մեզ գնահատում է։ Այսօր ժամանակն է, որ ինքներս մեզ գնահատենք սիրելով, մեկս մյուսից սիրելով։ Աստված օրհնի ձեզ, խաղաղ օր բոլորիդ, սիրով լեցուն ընթացք։